Մենք հասկացել ենք, որ այստեղ մի պատմություն են չի, մի բան են չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք միտեղ ինքներս մեզ խաբում ենք։ Եվ այո պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Որովհետև մենք շատ ենք խոսում հաղթանակից, հաղթանակած, եկեք գնանք 2018-16 թիվ և հաղթանակած Կողմնիձոր գանք։ Հաղթանակած Կողմնիձորում բարեկեցություն է եղել ժողովուրդ։ Հաղթանակած Կողմնիձորում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ ազատ են եղել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ ազատ կամքի արտահայտման հնարավորություն են ունեցել։ Հաղթանակ են, որ ասում են ազատագրված տարածքներ, այդ ամբողջ տարածքները չի եղել 4-5 գեներալի վերահսկողության ներքո, որտեղ իրանք ընդհանրեն էտ ինչ են անել, ցորեն են ցարել, չգիտեմ ինչ են արել։ Թալանել են։ Եվ մենք որպես պետություն եւ ժողովուրդ դրա պատասխանն ենք տվել։ Այսօր մենք ինչ ասում ենք Արցախը, Ղարաբաղը, 25 տարի էլի ասել են, մենք ներքին հարց ենք բարձրացրել, ասել են Ղարաբաղը։ Սոցիալական հարց ենք բարձրացրել, ասել են Ղարաբաղը։ Մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք մենք վատ ապրում։ Իրականում դա սուտ է եղել, որովհետև բանակ չեն ստեղծել, որովհետև իրանք իմացել են, բա էլի եմ ասում, եթե հողերը իրանք պետք է պահեին, ինչ էին ցոր են ցանում, թող տներ կառուցեին, դղյակներ սարքեին, իրանք իմացել են, որ սրա ճակատագիրը, սրա հետևանքը ծանր ալնելու, և մենք այո առերեսվել ենք այդ հետևանքի հետ, և մենք ճանաչել ենք այդ հետևանքը, և մենք կանգնել ենք, ասել ենք ժողովուրդ, մենք սխալ ճանապարհով ենք գնում, պետք է փոխենք մեր ճանապարհը, և այդ փոխած ճանապարհով մենք եկել ենք, հասել ենք խաղաղության այս կետին, ընդ որում ես պատասխանատու եմ ասում, Հայաստանի ոչ Ղարաբաղի համար այնքան բան չի արել, ինչքան մենք ենք արել, Ղարաբաղում թոշակը ավելի բարձր է եղել, քան Հայաստանում, ում հաշվին, Հայաստանի հաշվին, ավելի բարձր է եղել, քան Հայաստանում, ով ապահովել դա, Հայաստանի Հանրապետությունը, մեր ապահովել, և այսօր է մարդիկ, որ այդ ամեն ինչը ուրոք զրկանքները, որ դուք 25 տարի չեք ապրել, 25 տարի, 30 տարի չեք ապրել, այս երեխեքը չեն ապրել, այս խաղաղարաբարակը երբ է կառուցվել, երբ թիվը ասեք, 24 թվականին, 24 թվականից առաջ Կողմնիձորում սենց խաղաղարաբարակ եղել, բա այս երեխեքը խի պտի չբա հաղթանակած երկրի երեխեն խի պտի խաղաղարաբարակ չունենար, հաղթանակած երկրի երեխեն խի պտի մանկա, այսօր մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում Հայաստանի Հանրապետությունում, 5 մանկապարտեզ, կառուցում ենք և ուրախանում ենք, որ 500 մանկապարտեզ ենք կառուցում, բա մեկը չի ասում մի րոպե, բա մենք 30 տարվա պետություն ենք, բայց նշանակում ենք 30 տարի 500 մանկապարտեզի բացակայությամբ ենք ապրել, բա հաղթանակած երկրի երեխեն խի մանկապարտեզ չի ունեցել, հաղթանակած երկրի երեխան ինչի մանկապարտեզ չի ունեցել, մի քանի գեներալների ում երկու մաֆիոզի համար էր, որ շվեյցարական բանկերում իրաց փողերը պահեն, որ միլիարդներ կուտակեն։ Ես էլ եմ հասկանում, այսօր շատերն ասում են, բա ինչ ես մեկը պատժված չի, ինչ եմ մեկը երրորդը ինչի պատժված չի։ Շատ պարզ պատճառով ժողովուրդ ջան, մենք 2018 թվականից առաջ է, 18 թվականից հետո են, մինչև այսօր են, մենք մի պատճառով մենք պայքարել ենք և պայքարում ենք մաֆիայի դեմ։ Ընդ որում, եթե այդ մաֆիան լիներ ներհայաստանյան ուղղակի, մենք այդ վաղուց կլինենք, բայց այդ մաֆիան շոշափուկներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը եկել են, մեզ ուզում են վերադարձնել են նույն ցիկլի մեջ, որտեղ Ղարաբաղ
քարտեզներից եւ խաղահարապարակներից, դպրոցներից, կրթությունից, որտեղ մարդիկ պետք է զրկվեն, բա հաղթանակած երկրի քաղաքացին թոշակածրուն, ինչի առողջության ապահովագրություն չի ունեցել, բա հաղթանակած երկրի թոշակառուն 18,000 դրամ ա եղել 2018 թվականի 18 թե 16 16,000 դրամ ա եղել նվազագույն թոշակը 2018 թվականին, բա հաղթանակած երկրի թոշակ, նվազագույն թոշակը ինչ է 16,000 դրամ եղել, այսօր մենք 16, այսօր մենք երապատկել ենք թոշակը, Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ 2022 թվին ա եղել, երբ որ 22, որ թոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղի, այսինքն նվազագույն պարենային զամբյուղը գիտեք որն է, որ մարդ հետքան փողով կարա մի ամիս ինչ որ սնունդ առնի, որ սովից չհյուծվի, այսօր փառք Աստծո նվազագույն թոշակը չէ, միջին թոշակը համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Եվ այսօր մենք ունենք խաղաղություն։ 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով մարդ չի զոհվել, ժողովուրդ։